Բարև բոլորին, այսօր ձեզ համար բերել եմ մի նոր պրոյեկտ, որի միջոցով կարողանալու ենք աշխատել գումար։ Poly Market-ն է, ինքը աշխատում է Polygon Network-ի վրա։ Polygon Network-ը ունի իր coin-ը, Pol-ը, որը այս պահին $0.21 է, մեկ հատի գինը։ Ինքը շատ հայտնի է դարձել հիմնականում Trump-ի ընտրությունների ժամանակ, երբ որ մարդիկ մտնում էին ստեղով նշում էին, թե կընտրվի արդյոք, թե ոչ Trump-ը, եւ դրա հաշվին ոնց որ կարողանում են աշխատել գումար։ Այսինքն դուք ստեղ իրադարձությունների վրա դնում եք ստավկա, թե ոնց իրականանա այդ իրադարձությունը կամ չի իրականանա ու դրա հաշվին աշխատում եք գումար։ Ավելի մանրամասն հեսա ցույց կտամ ոնց այդ ամենը կատարվում։ Ստեղ առաջինից ես հարկավոր է sign up սեղմել, գրանցվելու համար պետք է օրինակ MetaMask կամ Trust Wallet կամ մնացած ուրիշ կրիպտո wallet-ներ։ Ես օգտվում եմ Trust Wallet-ից եւ ամենահարմարներից է եւ մեկը MetaMask-ը կամ կարող եք նաեւ Google-ով գրանցվել, այսինքն Gmail-ով։ Սեղմում եմ ես Trust Wallet-ը ու հաստատում եմ սա։ Ուղղակի ստեղ sign up չէ իմ դեպքում login-ն է, քանի որ ես արդեն գրանցված եմ։ Ստեղ սեղմեմ connect։ Տեսնում ենք login եղա։ Ստեղ մյուս քայլը գումար լցնելն է, այս project, սեղմում եք deposit, հայտնվում է նման պատուհան։ Ստեղ անգամ կարաք ձեր միանգամից բիրժան միացնեք, ոնց որ կպցնեք ստեղ ու միանգամից ընդեղից ուղարկեք, կարաք քարտով, կարաք ուղղակի կրիպտոն ուղարկեք որտեղից ցանկանում եք։ Ստեղ ընտրում եք token-ը, այսքան հնարավորություն կա։ Օրինակ USDT, ստեղ ընտրում եք network-ը, Polygon-ը շատ հարմար է իրականում, ցածր է միջնորդավճարները։ Կարողանում եք բորսայից, օրինակի համար Binance-ից USDT-ն ուղարկել Polygon network-ով այս հասցեին էս ներքևի ու գումարը կգա միանգամից ձեր հաշվին։ Ուղղակի մինիմալ հեսա դեպոզիտը $10 ու մնացածը ինչ որ խնդիր չկա։ Ու ամենակարևորը ստեղ QIC պետք չէ, այսինքն վերիֆիկացիա չեք անցնում։ Այն հաշվին գումարը արդեն մեզ մոտ է։ Հետո արդեն հետագայում հանելու համար այս cash-ն է, սեղմելու ենք cash, ստեղ withdraw է, հեսա սեղմելու ենք հանենք։ Ուղղակի քանի որ հեսա պահում ենք գրում է deposit cash first, այսինքն առաջին հերթին ասում է այդ գումարը լցրու էլի, չունես այստեղ գումար որ մի հատ էլ հանես, որը որ նորմալ է։ Ու ստեղ հեսա այս իրադարձությունները, սրանք օրինակ հիմա այս բային ցուցադրվում է top իրադարձությունները։ Ստեղ հեսա կարող եք տեսնել օրինակ Թրամփը կկանգնացնի արդյոք Ուկրաինայի պատերազմը առաջին 90 օրերի ընթացքում ու $32 միլիոն ընդհանուր մեջը շրջանառվում է։ Հեսա որ մտնում ենք ներսը, ասես սիրուն շատ པարզ տեսք ունի։ Ստեղ օրինակի համար $100 դնում ենք, որ ես, երբ որ մինչև ապրիլի 20-ն է այս իրադարձությունը, եթե կանգնացնի մինչև ապրիլի 20-ը Թրամփը, դուք կստանաք $285։ Իսկ եթե նշում եք no, որը այս պայծրությամբ ավելի հավանական է, մարդիկ ավելի շատ կանխատեսում են, որ չի իրականանա նման բան, դրա համար ավելի քիչ գումար եք ստանում։ Ստեղ ամեն մի կոպիտ ասած ակցիայի գինն է, այսինքն 66 եւ 35։ Եվ երբ որ դուք օրինակի համար գնում եք, ստեղ կա մարքետով կամ լիմիթով։ Եթե լիմիթով եք ընտրում, հեսա լիմիթով ընտրելու դեպքում ստեղ կարաք ձեր ուզած գինը դնել, օրինակ 34, երբ որ արդեն կիչնի գումարը այս մի հատիկի եսի օրինակի համար, երբ որ կիչնի 34, ավտոմատ դուք կարող եք առնել օրինակի համար, տեղել ակցիաների քանակը, ասենք 1000 հատ օրինակի համար։ Բայց հիմնականում օգտվում են մարդիկ այս մարքետից։ Սա օրինակ տարբերակներից մեկն էր։ Միայն բայց քաղաքականության հետ կապված չի, այստեղ կարող եք վերևից ընտրել օրինակի համար սպորտ, եթե սեր ունեք, այս օրինակ ինչ որ խաղ է տեղի ունենում, ուղղակի ես այդքան տենց գաղափար չունեմ սպորտի հետ կապված, բայց սպորտի սիրահարներին հետաքրքիր կլինի, օրինակ ընտրում են սա $100 եթե դնեն FLA-ի հաղթանակ, կստանան 149 եւ եթե մոնը հաղթի $285։ Ստեղ կրիպտոյի հետ կապված իրադարձությունները, օրինակի համար what price will Bitcoin hit by March 31, այսինքն մարտի 31-ին Bitcoin-ի գինը ինչքան կլինի։ Ու ստեղ արդեն այս դեպքում տարբերակներ է, որ կարողանում եք ընտրել, օրինակ ամենահավանականը, որ տրված է մարտի 31-ի դրությամբ, ստեղ հեսա տալիս է այս 28%, այսինքն մարդիկ մտածում են, որ $75,000 միջև կընկնի մարտի 31-ը, ու երբ որ ստեղ օրինակի համար սեղմենք no 100 տանք, որ համաձայն չենք, կլինի $136, հեսա եսի դեպքում կստանանք օրինակի համար $244 եւ no-ի դեպքում 136։ Ստեղ օրինակ եթե $200,000 բարձրանա, մենք $100 դնելով $39,000 կշահենք, այդպիսի քիչ է շանսը, սրա մեկից փոքր է, էլի։ Ստեղ կանոնները կարող եք կարդալ։ Իլոն Մասկի ինչ որ թվիթների հետ կապված է։ Օրինակ մարտի 14-ից 21-ը միջև ինչքան է թվիթները Իլոն Մասկի, ստեղ գուշակում եք քանակը, օրինակի համար 450-ից 474, ու ստեղ օրինակ $100 դնելով $833 կհաղթի։ Ինձ թվում է այս ամեն ինչը պարզ է, կարող եք մտնել ուսումնասիրել, շատ հետաքրքիր հարթակ է իրանից ներկայացնում։ Շնորհակալ եմ դիտման համար, ինչպես նաև չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք նման նորությունները, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել իմ Telegram-ի նորությունների ալիքին, քանի որ post-եր կան, որ այստեղ տեղադրվում է, բայց դրա հետ կապված տեսահոլովակ չկա։ Շնորհակալություն, հաջողություն։